Հայաստանի իշխանությունների համար սա բավականին անհարմար տհաճ հայտարարություն էր այն ֆոնին, որ Նիկոլ Փաշինյանը օրու մեջ հայտարարում է, թե մենք արդեն ապրում ենք խաղաղության պայմաններում եւ այլն, ճիշտ հետաքրքիր էր, թե այս անգամ ինչպես է արդարացնելու Ադրբեջանի այդ ագրեսիվ հռետորաբանությունը եւ ինչպես է դա համատեղելու իր այդ խաղաղության վերաբերյալ հայտարարությունների հետ։ Այս մեղավորը մենք ենք, որ այդ ԼՂՀ դրոշները դնում ենք ազգային ժողովում, դրա համար իրենք ասում են, որ Սևանը գյոյչա է իրականում, եթե մենք չանենք, իրենք էլ չեն, այսինքն էլի արդարացնում էր Ադրբեջանին փաստացի, Ադրբեջանի փաստաբանի դերներ կատարում, հիմա արեց նույնը, այսինքն ադրբեջանցիք կարող են վերադառնալ Հայաստան ավտոմեքենաներով, միայն այն դեպքում հասկանալի չէ, եթե Հայաստանի իշխանությունները դա թույլ տան, հետևաբար փաստացի Ադրբեջանի նախագահի ասածը սա է, մենք կստիպենք, որպեսզի Հայաստանի իշխանությունները թույլ տան, որ մենք վերադառնանք մեր պատմական հայրենիք։ Այլ կերպ ասած, սա խաղաղության համաձայնագրի ստորագրման հերթական նախապայմանն է։ Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի բոլոր պահանջները հերթով կատարում է։ Սկզբից չեմոչում է անում, հետո կատարում է։ Օրինակ, խոսքը մեծ հաշվով մեր հավատափոխության կամ կրոնափոխության մասին է։ Մեջ այն ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, նա բարձ ասած փորձում է ստեղծել, այսպես ասենք, իրական Հայաստանի թեմ։ Այս ամենը նորություն չի, սա փաստացի բողոքական կրոնն է։ Մենք հայ առաքելական Սուրբ Եկեղեցու հետնորդներ ենք, նա ուզում է դա դարձնել ուղղակի բողոքական, սովորական բողոքական եկեղեցի, այսինքն հենց սա է հավատափոխությունը։ Մեկ 991 TV YouTube-յան ալիքում ուղիղ խոսքն է, բարև ձեզ։ Այսօր անդրադառնալու եմ հասարակության հուզող երկու կարևորագույն թեմաներին, որոնցից առաջինը բնականաբար Ադրբեջանի նախագահի հայտարարություններն էին, այն մասին, որ ցարական Ռուսաստանի քարտեզներում Սևան անուն ընդհանրապես չկա, այնտեղ գրված է Գյոկչա, եւ իրենք վերադառնալու են իրենց պատմական հայրենիքը, բայց հայերը չպիտի վախենան, որովհետև իրենք վերադառնալու են ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով։ Հայաստանի իշխանությունների համար սա բավականին անհարմար տհաճ հայտարարություն էր այն ֆոնին, որ Նիկոլ Փաշինյանը օրու մեջ հայտարարում է, թե մենք արդեն ապրում ենք խաղաղության պայմաններում եւ այլն, եւ շատ հետաքրքիր էր, թե ինչպիսին կլինի իշխանությունների արձագանքը սրան։ Ալեն Սիմոնյանը իհարկե անմիջապես հայտարարեց, որ դե իսկապես վախենալ պետք չի, որտեղ նրանք տանկերով չեն գալու, նրանք գալու են ավտոմեքենաներով։ Կարևոր էր, թե ինչ կասի Նիկոլ Փաշինյանը, եւ նա այո անդրադարձավ այդ հարցին, ավելի ճիշտ հետաքրքիր էր, թե այս անգամ ինչպես է արդարացնելու Ադրբեջանի այդ ագրեսիվ հռետորաբանությունը եւ ինչպես է դա համատեղելու իր այդ խաղաղության վերաբերյալ հայտարարությունների հետ։ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ երկարաշունչ, ինչ-որ տարօրինակ բաներ ասաց, որ դե այ եթե այդպես լինի, չգիտեմ, Մոնղոլիան էլ կարող է հավակնել Հայաստանի տարածքներին, չգիտեմ, Իրանը, Բյուզանդիան արաբները, Հունաստանը, Իտալիան, մի խոսքով ասեց, եթե այդպես լինի, ով ասես կարող է այդ հարցը բարձրացնել, դա պետք չէ այդպես անել, մենք պիտի ոչ թե պատմության սպառողներ լինենք, այլ լինենք պատմություն ստեղծողներ, այսինքն պետք չի այդ ամեն ինչի հիմքում դնել պատմությունը, հղում անել։ Դե իրականում հենց ինքն էր ժամանակին, հիշում եք Մյունխենում խոսում Տիգրան Մեծի մասին, հենց ինքն էր, որ հայտարարում էր, թե Սևրի դաշնագիր այսօր էլ չի կորցրել իր արդիականությունը եւ այլ, մինչ ինքը Հայաստանի որևէ ղեկավար պատմությունը չէր դրել պատմական իր անցյալը չէր դրել այսօրվա այդ հակամարտության կարգավորման հիմքում։ Առաջին ինքն էր, իհարկե հետո ասեց, որ դա սխալվել եմ, չեմ հասկացել, չեմ գիտակցել եւ այլն ամեն դեպքում։ Եվ հետաքրքիր էր, թե Նիկոլ Փաշինյանը ինչպես է արդարացնելու Ադրբեջանին։ Եվ այո, արդարացրեց, նա ասաց, որ դե գիտեք, Ադրբեջանը այդպես է ասում, որովհետև Հայաստանի ազգային ժողովում այնտեղ ընդդիմադիր պատգամավորների սեղաններին դրված են ԼՂՀ դրոշները։ Այդ դրա համար էլ այս մեղավորը մենք ենք, որ այդ ԼՂՀ դրոշները դնում ենք ազգային ժողովում, դրա համար իրենք ասում են, որ Սևանը գյոյչա է իրականում, եթե մենք չանենք, իրենք էլ չեն անում։ Իսկ այլ նորություն չէր։
Մինչ այդ չէ, ինքը այդպես էր ասում, որ դե հիմա Ադրբեջանը դա վանդալիզմ է իրականացնում Ղարաբաղում, օկուպացրել է Հայաստանի տարածքը, որտեղ ժամանակին մենք էլ էինք այդպես անում, մենք 30 տարի օկուպացրել ենք, հիմա էլ իրենք են Հայաստանի տարածքները օկուպացնում եւ այլն, այսինքն էլի արդարացնում էր Ադրբեջանին փաստացի, Ադրբեջանի փաստաբանի դերներ կատարում, հիմա արեց նույնը։ Հիմա խոսենք ավելի կոնկրետ, պրագմատիկ, երբ Ալիևը հայտարարում է, որ այ մենք վերադառնալու ենք մեր պատմական հայրենիքը, բայց ոչ թե տանկերով, այլ մեքենաներով եւ հայերը չպիտի վախենան, ինչ է սա իրականում նշանակում։ Սա հնարավոր է միայն այն դեպքում գործնականում, այսինքն ադրբեջանցիք կարող են վերադառնալ Հայաստան ավտոմեքենաներով, միայն այն դեպքում հասկանալի չէ, եթե Հայաստանի իշխանությունները դա թույլ տան։ Եթե թույլ չտան, նրանք չեն կարող մեքենաներով գալ Հայաստան։ Հետևաբար, փաստացի Ադրբեջանի նախագահի ասածը սա է. մենք կստիպենք, որպեսզի Հայաստանի իշխանությունները թույլ տան, որ մենք վերադառնանք մեր պատմական հայրենիք։ Այլ կերպ ասած, սա խաղաղության համաձայնագրի ստորագրման հերթական նախապայմանն է։ Ճիշտ է, այդ մասին խաղաղության համաձայնագրի նախաստորագրված այդ փաստաթղթում փախստականների վերադարձի մասին կոնկրետ ոչինչ գրված չէ, բայց այնտեղ նաև սահմանադրության փոփոխության մասին ոչինչ չգրված չէ։ Բայց Ադրբեջանը միևնույն է պահանջում է, ասում է, մինչև չստորագրենք, մինչև Հայաստանը սահմանադրությունը չփոխի, մենք չենք ստորագրելու։ Դա նախապայման է, թեև այնտեղ այդպիսի պահանջ չկա։ Նույնն էլ այս դեպքում է փաստացի։ Հիմա Ադրբեջանը ասում է, եթե Հայաստանի իշխանությունները թույլ տան, որ մեր քաղաքացիները ավտոմեքենաներով վերադառնան իրենց հայրենիք, այդ դեպքում մենք խաղաղության համաձայնագիրը կստորագրենք։ Իր ասածը սա է։ Եվ ճիշտ է, Հայաստան Նիկոլ Փաշինյանը ասում է, դե այդ խոսույթ դա վտանգավոր խոսույթ է եւ այլն, բայց մինչև հիմա վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի բոլոր պահանջները հերթով կատարում է։ Սկզբից չեմուչուն է անում, հետո կատարում է։ Օրինակ, սկզբից ասում էր, այ հենց որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, հաջորդ օրը մենք կդիմենք, որ Մինսկի խումբը լուծարվի։ Համաձայնագիրը չի ստորագրվել, բայց Մինսկի խումբը արդեն լուծարված է։ Այսինքն այն, որ կստորագրվի, հետո կլուծարվի, դա չէ, այդ պահանջը կատարեց։ Սկզբից Ադրբեջանը ասում է, դուք պիտի ձեր սահմանադրությունը փոխեք, այստեղ ասում են, դա մեր ներքին գործն է, բայց հետո ասեցին, դե, բայց մենք իհարկե փոխելու ենք։ Ազգային խորհրդանիշների մասին սկզբից չեմուչում էին անում, ձեր ինչ գործն է եւ այլ, հետո բայց քայլ առ քայլ հրաժարվում են։ Եվ մեծ է հավանականությունը, որ Հայաստանի իշխանությունները այնուամենայնիվ կհամաձայնվեն ադրբեջանցի փախստականների վերադարձը Հայաստան կամ իրենց պատմական հայրենիք, ինչպես իրենք են ասում, կհամաձայնվեն դրան, որովհետև այս փուլում Նիկոլ Փաշինյանի համար շատ կարևոր է հասարակությանը ցույց տալ, թե իբր այն խաղաղությունը արդեն եկել է, որտեղ եթե հակառակը լինի, նա առաջիկա ընտրություններին ոչ մի շանս չի ունենա։ Այսինքն սա պետք չի ընկալել որպես Ադրբեջանից հերթական սպառնալիք Հայաստանի նկատմամբ եւ սա պետք է ընդհանրապես ընկալել որպես նախապայման, որ նոր լրացուցիչ նախապայման, որ իրենք առաջ են քաշում եւ իշխանությունները, ելեմ ասում մեծ հավանականությամբ ինչ որ կերպ կհայտարարեն կամ կխոստանան, որ այո դա հնարավոր է եւ իրենք դա թույլ են տալու։ Հիմա երկրորդ հարցը եկեղեցու վերաբերյալ իշխանությունների կողմից անդադ հարձակման ենթարկվող բարձրաստիճան հոգևորականների մասին, ընդհանրապես եկեղեցու մասին կաթողիկոսի եղբայրն էլ կալանավորվեց, նրա որդին էլ կալանավորվեց, սա բարձրաստիճան հոգևորականներից շատերը արդեն բանտում են, այս ամենը բավականին հանրության մեջ բավականին մակերեսորեն է ընկալվում, ինչու, որովհետև սա ավելի հաճախ դիտարկում են որպես Նիկոլ Փաշինյանի փորձ իրեն հնազանդեցնել նաև հայ առաքելական եկեղեցին, որովհետև այնտեղ վտանգ կա, դա այդ կառույցը իր մեջ բավականին լուրջ պոտենցիալ ունի հասարակությանը համախմբելու եւ այլն եւ այս տեսանկյունից է դիտարկում, ինչը իհարկե դրա մեջ ճշմարտություն կա,
Բայց կարծում եմ այստեղ ավելի խորքային պատճառ կա այն, ինչ տեղի է ունենում, որովհետև խոսքը մեծ հաշվով մեր հավատափոխության կամ կրոնափոխության մասին է։ Եվ բացատրեմ, թե ինչու։ Խնդիրը միայն այն չի, ելի եմ ասում, որ իշխանությունները Նիկոլ Փաշինյանը փորձում է իրեն հնազանդեցնել ամեն ինչ, որպեսզի բոլորը իր թրի տակով անցնեն։ Դա ընկալել որպես զուտ երկրի ներսում լիակատար իշխանություն հաստատելու եւ առավել ևս նախընտրական շրջանում ամեն ինչ վերահսկելու ուղղված քայլ, այո, դա ներքաղաքական առումով ճիշտ է, բայց այս հարցը ունի նաեւ արտաքին քաղաքական բաղադրիչներ եւ շատ կարեւոր։ Եվ խոսքը այն մասին չի միայն, որ սա թուրք-ադրբեջանական պահանջն է, պառակտել եկեղեցին եւ այլն, այո, իհարկե, որովհետեւ եթե Հայաստանի իշխանությունները ասում են, որ մենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից դուրս ոչ մի շահ չունենք, իսկ Սփյուռքը դրա մեջ չի մտնում, այսինքն պետք է Սփյուռքի հետ էլ կապերը կամ վերանայել կամ խզել ընդհանրապես, դա վերաբերում է նաև եկեղեցուն, որովհետև եկեղեցին միայն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում չի, դա համահայկական կառույց է։ Եվ այդ տրամաբանության մեջ այն ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, նա բարձ ասած փորձում է ստեղծել Հայաստանի Հանրապետության կամ այսպես ասենք իրական Հայաստանի թեմ, կան չէ թեմեր, Արարատյան հայրապետական թեմ, չգիտեմ, Սյունյաց թեմ, Տավուշի թեմ, Շիրակի թեմ, չգիտեմ, դրսում նոր Նախիջևանի թեմ եւ այլն, եւ ահա Նիկոլ Փաշինյանը փորձում է ստեղծել Հայաստանի Հանրապետության թեմ, որպեսզի այն տարանջատվի համահայկական այդ կառույցից։ Սա, այսպես ասենք, կառուցվածքային մասով, բայց եթե հավատքի մասով նայենք, այս ամեն ինչ տեղի է ունենում, նորություն չի, եւ այն ինչ ասում է Նիկոլ Փաշինյանը, ինչ ասում են նրա թիմակիցները կրկնելով, ինչ որ հրահանգներով փորձելով կապկել իրենց շեֆին, այս ամենը նորություն չի, սա փաստացի բողոքական կրոնն է, որտեղ ինչ են ասում, չէ՞, ասում են, որ դե ընդհանրապես մարդու եւ Աստծո միջև միջնորդ պետք չի, պետք է եկեղեցական ճոխությունները մի կողմ դնել, ընդհանրապես վանականներ չպիտի լինեն եւ ոչ թե օծյալ քահանաներ պիտի լինեն, այլ քահանաներին պիտի ընտրի ժողովուրդը, մի խոսքով այս ամեն ինչը բողոքականությունն է։ Ну, կոնկրետ օրինակ, անգլիկան եկեղեցին, այնտեղ եկեղեցի գլուխը համարվում է միապետը, թագավորը։ Դա է պետության եւ ինքը կարևոր arczepiskopos-ներին միապետն են նշանակում, ուրեմն մինիստրների կառավարության հանձնաժողովի եզրակացության հիման վրա։ Սա է անգլիկան եկեղեցու սկզբունքն է։ Եվ մի քանի եպիսկոպոսներ էլ պարտադիր խորհրդանի մաս են կազմում։ Եկեղեցու գլուխը միապետն է։ Ну, ընդհանրապես բողոքական եկեղեցում այդություն դա էլ եմ ասում, ճոխությունները դնում են մի կողմ, եկեղեցի որպես միջնորդ մարդու եւ Աստծո միջև պետք չի ընդհանրապես եկեղեցու ունեցվածքը կարելի է պետականացնել, ինչպես եւ արվել է ժամանակին, քահանաներին էլ ընտրում են, սա է այն ինչ անում է Նիկոլ Փաշինյանը կամ փորձում է անել։ Այսինքն մենք հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետնորդներ ենք, նա ուզում է դա դարձնել ուղղակի բողոքական, սովորական բողոքական եկեղեցի, այսինքն հենց սա է հավատափոխությունը խորքային իմաստով։ Եվ կարծում եմ, որ երբ խոսում են անընդհատ իշխանությունների հարձակումների մասին եկեղեցու դեմ, պետք չի սա ընկալել միայն որպես ներքաղաքական հարց, այլ կարծում եմ կարելի է մի քիչ ավելի լրջորեն, հատկապես մասնագետները, ոլորտի մասնագետները, փորձագետները ճիշտ կլինի, եթե այս հարցը դիտարկեն եւ քննարկեն նաեւ այս տեսանկյունից, որովհետեւ ակնհայտորեն այն ինչ եղել է մեր եկեղեցու հիմքը 1700 տարի շարունակ, հիմա փորձ է արվում փոխել, ուղղակի մեզ փորձ է արվում տանել դեպի բողոքականություն, այսինքն հրաժարում այն ամեն ինչը մեր եկեղեցին դարձրել է ինքնուրույն, ինքնատիպ եւ փաստացի եղել է մեր ինքնության կարևոր հիմքերից մեկը։
Կարծում եմ այս հարցերին էլ պիտի ուշադրություն դարձնել, որովհետև հետո կարող է պարզվել, որ մենք այդ ներքաղաքական հարցերին ուշադրություն դարձրեցինք եւ ամենակարևորը մոռացանք, այդ մասին չխոսեցինք ու հանկարծ մի օր պարզվեց, որ մենք փաստացի դարձել ենք բողոքական։ Ինչևէ այսօր այսքանը, կհանդիպենք։